Փառք Հիսուսին։ Չնայած դուք հասցրեցիք Տերոջը վերապրեք թե չէ, բայց ես շատ քաղցր ներկայություն եմ զգում ճիշտն ասած ու այդ բայերը որ լինում է ես նախընտրում եմ որ ընդհանրապես եւ այդ օրը քարոշ չլինի անկեղծ ասած։ Որովհետեւ շատ ժամանակ միշտ չեմ ասում ժողովրդին, որ մենք որպես մարդ միգուցե նախընտրում ենք քարոզի հատվածը, միգուցե դրա համար էլ ուշանում ենք անկեղծ ասած փառաբանության հատվածներից, բայց մատ վատ նորություն ունեմ, երկնքում քարոզ չկա։ Այնտեղ հավաքույտներին մենակ փառաբանություն է լինում։ Գիտեք, երբ որ ես հասկանում եմ ինչի կարա փառաբանությունը ձանձրալի թվա, որովհետեւ եթե ուղղակի երկեցողություն դա լինի, ձանձրալի կլինի։ Որտեղ մենք երկիչներ չենք։ Բայց երբ որ դու որպես երկրպագու ես մտնում այդ փառաբանության մեջ, դրանից քաղցր բան չկա, որովհետև դու հանդիպում ես այն մեկին, ում որ երկրպագում ես։ Դե համար թող որ մենք լինենք իսկապես Աստծո երկրպագուները, որ Աստծո խոսքի ճանաչողությունն էլ ուղղակի մեր երկրպագությանն օգնի։ Փարտիրոջ այսօրս այսպես են վերնագրել խոսքը, ինչու Դավիթը։ Հետաքրքիր ձևից ծնվեց այս միտքը, ինչու եմ սա մասին խոսում, որովհետև 5 շաբթի օրը մի եղբոր հանդիպեցի, ում շատ երկար ժամանակ չէի տեսել, ու ինքն ինձ հարց տվեց, ասաց դու որ աստվածաշնչյան հերոսներին ես կամ հերոսին ես շատ սիրում։ Ես ասացի իմ կյանքում կարևորված է շատ Դանիելը, Հովսեփը որպես մարդիկ, ովքեր Աստծո հետ ծառայության ու քայլելու մեջ էին, այսինքն նույն Դանիելը օրինակ ինքը մարգարեական ծառայության մեջ էր, բայց միևնույն ժամանակ այս աշխարհում շատ ազդեցիկ անձնավորություն էր։ Ուրեմն ասում եմ իմ կյանքի համար դա այնքանով է կարևորված, որ ես գիտեմ, որ ես նմանատիպ ինչ-որ կոչման մեջ եմ քայլում, ու ինքը ասեց ես գիտես շատ եմ սիրում Դավիթին։ Ու ես հասկացա, որ դες ինքը ասում է շատ եմ սիրում Դավիթին, բայց ինչն է սիրում Դավիթի, սիրում է այդ հաղթանակները, փառքը, այն ինչ որ կարդացել է Դավիթի մասին, որ Դավիթը գնաց, չէ, հաղթեց Գողիաթին, այսինքն երբ որ մենք լսում ենք մարդկային պատմությունները, մենք ասում ենք ես սիրում եմ այս մարդու պատմությունները, որտեղ մենք սիրում ենք իրան նվաճումները։ Բայց հարցը առաջանում, ինչու Դավիթը։ Չէ, կարող է մատ ուրիշ մարդ լիներ։ Ինչու ոչ Ստեփանը։ Ինչի հենց Դավիթը դարձավ Դավիթը, չէ, որովհետև խնդիրը անվան մեջ չի։ Ինչու Դավիթը։ Դա համար ուզում եմ մենք այսօր այսպես նայենք Աստծո խոսքը, հասկանանք ինչպես եղավ, որ Դավիթը դարավ այն մարդը, որ այսօր շատերս կարող ենք ասել, օ ես կուզեի Դավիթի նման լինել, ես կուզենայի այն իմ կյանքում ունենալ, ինչ որ Դավիթը ունեցավ, որովհետև հիշենք, որ Դավիթը առաջին ընտրվածը չէր որպես թագավոր, չէ, առաջինը Սավուղն էր։ Այսինքն Սավուղը չկարողացավ լինի այն մարդը, ում համար միգուցե եղբայրը ասեր ես շատ կսիրեի Սավուղի կյանքը, չէ, ասում է Դավիթին է։ Դեք նախաբանը ասեմ, որ Դավիթը եղավ երկրորդ թագավորը Իսրայելի կյանքում։ Միջև թագավորների շրջանը կսկսեր, նույն գրքերի տեսանկյունից երբ որ մենք կարդում ենք, կար դատավորների շրջանը։ Դատավորների շրջանը մի ժամանակ էր, երբ որ Աստված մարդիկ էր բարձրացնում, անհատներ, ովքեր միգուցե եւ գործում էին մարգարեական ծառայության մեջ, եւ նրանց միջոցով կառավարում էր Իսրայելը։ Սամուելը եղավ վերջին դատավորը, Սամուել մարգարեն։ Երբ որ Սամուելը Աստվածը ծերացավ, Սամուելի տղաները դատավորություն էին անում Իսրայելի մեջ, բայց գրված է, որ նրանք կաշառք էին վերցնում ու մարդկանց դատերը ոչ արդար ձևով էին վարում։ Ու երբ որ այսպես վարվեցին, ծերերը Իսրայելի հավաքվեցին, եկան Սամուելի մոտ, ասին Սամուել, մեզ թագավոր տուր, որպեսզի մնացած ազգերի պես լինենք։ Մնացած ազգերը հեթանոս ազգերն էին։ Մեզ էլ թագավոր տուր։ Այսինքն, այս երկու մարդկանց պատճառով, Սամուելի որդուների պատճառով, մի ամբողջ ժամանակաշրջան փոխվեց։ Դատավորների ժամանակաշրջանից փոխվեց դեպի թագավորների ժամանակաշրջան։ Ինչի՞ եմ սա շեշտադրում, որովհետև մեզ կարող է թվա, որ մենք որպես անհատներ ինչ որ զորություն, իշխանություն չունենք ժամանակաշրջաններ փոխելու, բայց դա այդպես չի։ Այս մարդիկ վատ օրինակ են, իրանք սխալ պահվածքով, Աստծո հետ չքայլելու պատճառով վատ առումով մի ամբողջ ժամանակաշրջան փոխեցին։ Դատավորներից դեպի թագավորների ժամանակաշրջան, որ Աստված չէր ուզում այդպես լինի։ Մենք էլ այսօր, երբ որ ապրում ենք, մենք կարող ենք մի ամբողջ ժամանակաշրջան փոխենք։ Մենք ամբողջ աշխարհը չենք փոխի, հասկանալի է, բայց մենք կարող ենք որոշում կայացնել մեր շրջապատը փոխել։ Մենք կարող ենք որոշում կայացնել մեր սերունդը փոխել։ Մենք սովորական մարդիկ չենք։ Միգուցե միս ու արյուն ենք, չէ, բայց հոգևոր տեսանկյունից Աստծո որդներ ու դուստրեր ենք ու իշխանություն կա մեր կյանքի վրա, փոփոխություն բերելու այս երկրի վրա։
Հիշեք ինչ էր ասում Տեր Հիսուս, ասում էր ինչ որ կապ է երկնքում, երեկի վրա կապված կլինի, ինչ որ արձակ է երկնքում, երեկի վրա արձակված կլինի։ Դու պատկերացնում ես ինչ իշխանության մասին է խոսքը գնում։ Ուղղակի հարցը սա է, արդյոք մենք դա օգտագործում ենք թե չէ։ Բայց եկեք լինենք մարդիկ, որ հասկանում ենք ով ենք մենք ու ինչ փոփոխություն կարանք բերենք։ Եկեք լինենք արթնության մարդիկ, եկեք փրկենք մեր շրջապատը, մեր կողքերողներին։ Այս վերջերս երիտասարդները որ խոսում էի, դա է ասում եմ, ես ինչ եմ հասկացել իմ կյանքում, որ ես իմ ոչ մի նվաճում հետս երկինք չեմ կարողանալու տանել։ Այս շատ ուրախանում եմ Տերը ինչ արի մար կրթության տեսանկյունից, հա, բայց ես իմ MIT դիպլոմը երկինք չեմ կարող տանեմ։ Փառք Հիսուսին իմ աշխատանքի համար, բայց ես իմ աշխատանքի տեղի այդ պոզիցիայի անունը որ director-ը, տնօրենն է, ես չեմ կարող այդ իմ հետ տանեմ։ Ես իմ բանկային հաշիվների հետ չեմ կարող տանեմ։ Ես այդտեղ քանի էլ տուն առնեմ, այդ տններն էլ հետս չեմ կարողանալու տանեմ։ Գիտեք մենակ ինչ կանեմ հետս տանեմ, երիտասարդներին էի ասում, ասում ես կողքից մարդուն։ Հիմա կողքիդ մարդուն պատտվի, ասա ես քեզ հետս տանելու եմ երկինք։ Թող էդ լինի քո որոշում, որ ես քեզ հետս տանելու եմ երկինք։ Էտա ուզես չուզես հետը տա լինելու այդ մարդը, եթե տենց է։ Դες որոշում ունեցի կողքինի տանես երկինք, որովհետև դա է միակ մնայուն արժեքը։ Մնացած բաները կորելու է ու գնալու է այստեղից։ Դու ունես զորություն փոխելու ես աշխարհը։ Ամեն։ Ինչ տեղի ունեցավ, Սամուելը նեղվեց, գնաց աղոթք արեց, Աստծուն ասում էր, ինչ է կատարվում, շատ նեղված էր։ Ու Տերն ասաց Սամուել, մի նեղվի, իրանք քեզ չեն մերժել, իրանք ինձ են մերժել, որ իրանց վրա չթագավորեմ։ Ես իրանց ասածը կանեմ, ես իրանց թագավոր կտամ։ Ու Աստված ընտրեց գրված այ Բենյամինի ցեղից Կիս անունով մի մարդ կար, այս Կիսի որդներից Սավուղին ընտրեց։ Երբ որ Սավուղին ընտրեց, այս Սավուղը այնպես չէ որ հպարտ մարդ էր, մտածում էր ինքը ինչ որ երևելի մեկն անթակառակը, երբ որ Սամուելը ասաց որ դու պիտի լինես թագավոր, ասում էր դες բանոց կարելի Բենյամինը 12 ցեղերից ամենափոքրն է, իմ հորս տունն էլ ամենափոքր տունն է։ Այսինքն դու ասում ես ամենափոքրին, որ Աստված որոշել է, բայց Աստված որոշել է որ ինքը պիտի լինի թագավորը։ Երբ որ այդ օրը եկա որ հավաքվեցին թագավորին օծելու, վախից նույնիսկ փախել էր, չէին գտնում այդ մարդուն։ Որտեղ վիճակը գցելով գալիս էին, որպեսզի հասկանան ով, ասում անգավ Բենյամինի ցեղի վրա, հետո մի խոսքով հասան Կիսի տուն, հասան իրան Սավուղին։ Ասում են նայում են չկա այդ մարդը։ Պատկերացնում ես այնքան ամաչկոտ ու վախկոտ ոնց որ ներաշխար ուներ, որ փախել էր։ Մենք մտածում ենք, եթե մեզ կանչեն թագավոր օծելու, եւ առաջին շարքում այդ օրը կլինենք, ինքը փախե պահկվել էր, ասում է կարասիների մեջ, այն աստիճան որ հարցում են հաստատ ճիշտ է անգել այդ որ գցել ենք վիճակը։ Ասում է, հա, ճիշտ է անգել, գնում գտնում բերում են կարասիներից։ Ասում է, երբ որ բերեցին, բոլորից մի ուս բոյով էր, ասում է նրա պես գեղեցիկ մարդ չկար Իսրայելի մեջ։ Սիմպլ տղա էր շատ։ Մի խոսքով ժողովուրդը սիրեց Սավուղին, ու ինչ էր ասել Սամուելը միջև սպասես Սավուղին։ Ասել էր, երբ որ կգնաս Գաղգաղա, 7 օր կսպասես միջև որ ես գամ, որովհետև պետքա զոհ անեմ։ Դա ասել էր միջև այդ 13-րդ գլուխը, իսկ ինչն է հետաքրքիր, որ տպավորությունները, երբ որ մենք կարդում ենք, որ Սամուելն ասաց 7 օր կսպասես, ոնց որ երևի թե մի քանի օր հետո պետքա դա կատարվեր, 2 տարի ժամանակ անցավ այն պահից, երբ որ Սավուղին ասել էր 7 օր կսպասես Գաղգաղայում, ու այդ պահը որ եկավ, որ ինքը պիտի սպասի։ Ու գիտեք ինչ եղավ, քանի որ պատերազմական վիճակ էր, ու ժողովուրդը հավաքվել էր, որպեսզի գնային պատերազմի, ու սպասում էին 7 օր, որ Սամուելը չէր գալիս, ժողովուրդը սկսեց ցրվել Սավուղի մոտից։ Մտածեցին, որ Սամուելը չի գալի, մի բան այն չի։ Իսկ Սամուելը ժամանակ ավելի մեծ կշիռ ուներ, քաշ ուներ, քան թե Սավուղը որպես թագավոր։ Ու այս մեր լավ եղբայրը, որ միջև դա վախենում էր, փախնում էր, տենց մտածում էր ինքը այդքան էլ լավը չի, վերցրեց ու զոհ արեց։ 8-րդ խոսքից կկարդամ 13-րդ գլխի։ Ասում է նա Սամուելի որոշած ժամանակի չափ 7 օր սպասեց, բայց Սամուելը Գաղգաղա չեկավ ու ժողովուրդը նրա մոտից ցրվեց։ Ու Սավուղն ասում է ողջակեզը ու խաղաղության զոհը իմ մոտ բերեք։ Ինքը ողջակեզը մատուցանեց։ Երբ նա ողջակեզը մատուցանելը վերջացրեց, այն ժամանակ Սամուելը եկավ եւ Սավուղը ելավ նրան դիմավորելու ու բարևելու։ Սամուելն ասում է. «Ինչ արեցիր»։ Սավուղն էլ ասում է. «Տեսա թե ժողովուրդը իմ մոտիցս ցրվում է ու դու քո որոշած օրի մեջ չեկար ու փղշտացները մակմասի մեջ հավաքված են, ու ես էլ ասի փղշտացները հիմա իմ վրաս Գաղգաղա պիտի իջնեն ու ես Տիրոջ առջև աղոթք չեմ արել, ուստի համարձակվելով, բնագրում ասում է ինքս ինձ ստիպելով,
ողջակեզը մատուցանեցի։ Թեկենք մյուս հատված։ Սամուելն ասում է Սավուղին. հիմարություն արեցիր, որ քո Տեր Աստծուդ քեզ պատվիրած պատվիրանքները չպահեցիր։ Տերը քո թագավորությունդ Իսրայելի վրա միջև հավիտյան պիտի հաստատեր, բայց հիմա քո թագավորությունդ հաստատ պիտի չլինի։ Տերը իր համար, իր սրտի համար մարդ է փնտրում, որ իշխան դնի իր ժողովրդի վրա, քանզի դու Տիրոջը քեզ պատվիրած հրամանը չպահեցիր։ Հիմա մենք սա գալու ենք Դավիթի մոտ, բայց ուզում եմ տեսնեմ ինչ էր կատարվում Սավուղի կյանքում, ինչի Սավուղը չէ, ինչի Դավիթը։ Ընդամենը 2 տարի էր անցել, որ ինքը մտել էր թագավորական ծառայության մեջ, բայց ինչ եղավ, ինքը հնազանդ չգտնվեց, չսպասեց, մինչև Սամուելը կգա։ Ինչից էր վախեցել։ Ինքը տեսել էր, որ ժողովուրդը թողում ու գնում է։ Այսինքն ինքը վախենում էր, որ այս աշխարհը իրան էլ չի ընդունի։ Ազգը իրան չի ընդունի։ Ու ինքը ինչ փորձեց անի, ինքը փորձեց իր կարողությամբ, իր զորությամբ պահի այն աթոռը, որ Աստված էր իրան տվել։ Բայց ով պիտի հաստատեր այդ աթոռը իր համար։ Ով պիտի ասեր, որ այս աթոռը հավիտյան քոնը կլինի Սավուղ։ Աստված պիտի ասեր, չէ՞ որ ինքը իր զորությամբ չէր գնացել ու դարել թագավոր։ Ախր Սավուղ դու փախել էիր այն օրը, երբ որ քեզ օծում էին թագավոր Տերը, չէ՞ ասեց ինքն է լինելու։ Բայց հիմա ինչի՞ չես սպասում Տիրոջը, որ ինքը այն անի, ինչ որ պիտի անի, ինչի՞ ես քո ուժով ուզում պահես։ Դեք մեր կյանքերում էլ ինչ ալնում, երբ որ Աստված մեզ ինչ-որ մի հատ դիրք է տալիս, տեղ է տալիս, մենք մոռանում ենք ով է մեզ տվել ու փորձում ենք մեր ուժով դա պահել։ Բայց երբ որ մարդը իր ուժով է փորձում պահել այն ինչ որ Աստված է իրան տվել, ինքը դա կորցնում է, որովհետև իր արդեն հենվելը իր վրա է դառնում։ Էլ ինքը Աստծո վրա չի հենվում, ինքը էլ Աստծուն չի սպասում։ Իսկ Դավիթը գիտեք ինչ էր ասում։ Սաղմոսում ասում էր սպասելով սպասեցի Տիրոջը։ Տեսեք, Սավուղը սպասել չգիտեր։ Ինքը չկարողացավ 7 օրից ավել սպասի, չէ՞։ Բայց Դավիթը խեր ասում սպասելով սպասեցի Տիրոջը։ Ուզում էր ասել իրավիճակների մեջ է որ սպասում էի ոչ մի բան չէր կատարվում։ Հետո էլի էի սպասում ոչ մի բան չէր կատարվում, բայց նորից էի սպասում ու Տերը այցելում էր ինձ։ Սպասելով սպասեցի Տիրոջը։ Դեք Աստծո որակներից մեկը, եթե դու ուզում ես հասկանալ դու հոգևոր մարդ ես թե չէ, սա է դու սպասել գիտես թե չէ։ Որովհետև Աստված ինքը արագի մեջ, շտապի մեջ չի գործում մեր կյանքերում։ Ինքը թույլ է տալիս, որ մենք այդ հավատքի փորձառությունը ձեռք բերենք, սпасելով երբեմն սпасենք։ Այո, ժամանակա որ արագ է գործում, գիտես, երբ որ հոգևոր մանուկ ես։ Որովհետև իմ երեխաները Արսենը, Ռոբերտը իրանք սпасել չգիտեն։ Իրանք որ սովորած անես մեն լացել։ Բայց հիմա այստեղ որ մեկը սկսի լացել օրինակ սովից, կասենք մի բան տարօրինակ է այս մարդու հետ, չէ՞, ինչի որտեվ մարդը որ հասում է, իրան ասում են սպասի, որ հեսա մաման կամ չգիտեմ կինը կպատրաստի, չէ՞, կերակուրը, ասում է շատ լավ, սպասում եմ, բայց երեխան չի հասկանում, ինքը սպասել չգիտի։ Հասունացման նշաններից մեկը հոգևոր կյանքում սա է, արդյոք մենք սպասել գիտենք, թե չէ։ Գիտես, էլի ժամանակ անցավ։ 13 տարի անցավ ու չգիտեմ նկատեցիք ինչ պատասխան էր տալիս, ասում էր ես հասկացա մենք Աստծուն զոհ չենք արել։ Դրա համար ինձ ստիպելով զոհ արեցի։ Այսինքն ինքը խնդիրն է որն է, մարդը կարա սխալվի, բայց ինքը չի ասում Սամուել, ես ինչ վատ բան արեցի։ Արի աղոթենք Աստված ինձների։ Ինքը փորձում է պատճառաբանություն գտնի, թե ինքը ինչի է Աստծուն անհնազանդ եղել։ Ու ոնց է պատճառաբանությունը գտնում, Աստծո վրա գցելով կարելի ասել։ Դե մենք Աստծուն չէինք արել զոհ, ես էլ ինձ ստիպեցի որ անենք։ Հոգևոր պատասխաններ է տալիս։ Միշտ մարդը կարա ինչ-որ պատճառաբանություն գտնի, թե ինքը ինչի Աստծուն չի հնազանդվում։ Դե ես ստիպված եմ դա արել։ Ապաշխարող սիրտ չուներ այս մարդը։ Դեք ժամանակ անցավ, որ այդ անհնազանդ սիրտը նորից դրսևորվեց։ Արդեն սա 13-րդ գլուխն է, հիմա գանք 15-րդ գլուխը։ 10-րդ խոսից կարդամ, նորից պատերազմ էր տեղի ունեցել ու այս անգամ ընժանակ փղշտացիներն էին, հիմա կարծեմ ամաղեկացիների հետ էր արդեն պատերազմը ու Տերը խոսեց, ասեց որ կգնաք կզարկեք ամաղեկը ու բոլորին կսպանեք։ Փոքրից միջև մեծ, անասունից միջև մարդ, մեկը չպետք է կենթանի մնա։ Բայց այս մարդը արդեն 13 տարի էր անցել, այս 13 տարիների ընթացքում, ինչպես ասում են, դասը չէր սովորել, որ չի կարելի Աստծո հետ այդպես վարվել։ Ու ինչ եղավ։ Գնաց ասմացա որ Ագագ անունով թագավոր կար, թագավորը ինչ սպանեց։ Մեկը որ գնացել էին անասունների մեջ, ոչխարների մեջ, որոնք որ լավն էին, չաղ էին, արժեր է տանել պահել, վերցեցին բերեցին հետները։ Ասում եմ մենակ այն վատերին սպանեցին։
Բայց Աստված ասել էր բոլորին պետք է սպանեք, մարդը լինի թե անասուն, անիծվածի պես պետք է կոտորվեն։ Բայց ինչ էին արել, իրանց ձեռ էր տալի, որ բերեն այդ անասուններին, չմորթեն, չէ՞։ Հիմա 10-րդ խոսքում 15-րդ գլխի ասում է Տիրոջ խոսքը Սամուելին եղավ ասելով Սավուղին թագավոր անելուչը զղջացի, քանզի ինձանից ետ դարձավ ու իմ խոսքս չկատարեց։ Սամուելը տրտմեց ու բոլոր գիշերը Տիրոջը աղաղակեց։ Սամուելը առավոտյան կանուխ ելավ, որպեսզի գնա Սավուղին դիմավորի։ Սամուելին իմացեցին, ասում են Սավուղը կարմեղոս է եկել իր համար հաղթության նշան կանգնեցրեց, ու այնտեղ դառնալով անցավ ու գաղգաղ եկավ։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, մարդը գնացել էր հաղթանակ էր իրականում ունեցել, ու եկել էր իր համար հաղթության արձան էր դրել, որ ես հաղթել եմ ստեղ, բայց հոգևոր աշխարհում ինչ էր եղել, ինքը պարտվել էր։ Աստված մինչև այս Սամուելին ասաց ես զղջացի, բայց ինքը ֆիզիկական աշխարհում մտածում է ինքը հաղթության մեջ է։ Սա ինչ է մեզ ցույց տալիս, որ ֆիզիկական աշխարհը դեռ ոչինչ չի նշանակում։ Մարդիկ կան միգուցե հարուստ են, մարդիկ կան միգուցե, չգիտեմ, հաջողակ են մարդկային առումով, բայց դες հարցը որն է, երկնքում ինչ կարծիք են այդ մարդու մասին։ Աստված մերժել է այդ մարդուն, թե ընդունել է այդ մարդուն։ Այս մարդը հաղթության մեջ էր, քեֆի ուրախության մեջ էր, երբ որ Աստված ասել էր ես մերժել եմ իրեն։ Ասում է Սամուելը Սավուղին եկավ 13-րդ խոսքում եմ։ Ու Սավուղը նրան ասում է դու Տիրոջից օրհնյալ լինես, Տիրոջ խոսքը կատարեցի։ Տեսնեք ինքի մասին ինչ մեծ կարծիք է, ասում ես Աստծո խոսքն արել եմ։ Բայց Սամուելն ասում է նրան, հապա այդ ոչխարների ձայնը ինչ պիտի լինի, որ իմ ականջիս է գալիս ու արջարների ձայնը, որ ես լսում եմ։ Ու Սավուղն ասում է, նրանք ամաղեկացներից բերեցի, քանզի ժողովուրդը ամենից լավ ոչխարները ու արջարները ողջ թողեցին, որպեսզի նրանց քո Տեր Աստծուց զոհ մատուցանեն, սակայն մյուսներին ջարդեցինք։ Ինքը հասկանում է Սամուելն ինչ ասում է, բայց որ արել ես ինչ որ Տերը քեզ ասել, այսինչ ոչխարների ձայն եմ լսում։ Ունեք չի ապաշխարում, չի ասում, հա ճիշտ ես ասում, Աստված մեզ ասել էր բոլորին ոչնչացնենք, չէ՞։ Ասում է լավերին բերել ենք, որ քո Աստծուն զոհ անենք։ Զգում եք ոնց է խոսում։ Ինչ զզվելի է իրականում։ Տպարությունն է, որ հոգևոր մարդ է, Աստծու համար է այս ամեն ինչն արել։ Բայց ինչ Աստծու համար։ Իր ու ժողովրդի հարստության հարցն է լուծել այս մարդը, Աստծուն աննազանդ լինելով։ Ու զգում եք ոնց է խոսում քո Տեր Աստծուն։ Չի ասում իմ Տեր Աստծուն։ Ոնց որ տպավորությունն է, որ գցում է Աստծո վրա, էլի դե Աստծու համար ենք մենք այս ամեն ինչ արել։ Իսկ այն ժամանակ Սամուելը ասեց Սավուղին. «Կեցի, որ քեզ պատմեմ, ինչ որ Տերը այս գիշեր ինձ խոսեց»։ Նա էլ ասում է խոսիր։ Ու Սամուելն ասեց Սավուղին. «Ահա դու որ քո աչքերուդ պստիկ էր երևում, Իսրայելի ցեղերի վրա գլուխ եղար։ Տերը քեզ Իսրայելի վրա թագավոր օծեց։ Տերը քեզ ճանապարհ ուղարկեց ասելով գնա ու այն մեղավոր ամաղեկացիները նզովացի պես ջարդիր եւ նրանց դեմ պատերազմ արա, միջև որ նրանց բնաջին ճանես։ Սակայն դու ինչու համար Տիրոջ ձայնին հնազանդություն չարեցիր ու ավարի վրա ընկնելով Տիրոջ առջև չարություն արեցիր»։ Սավուղն ասում է Սամուելին. «Ահա ես Տիրոջ ձայնին հնազանդություն արեցի ու Տերը ինձ որ ճանապարհով ուղարկեց, այն ճանապարհով գնացի եւ Ամաղեկի թագավոր Ագագը բերեցի ու Ամաղեկը նզովացի պես բնաջինջ արեցի։ Սակայն ժողովուրդը այն ավարի ոչխարների ու արջարները առավ նզովացներից ամենալավերը, որպեսզի նրանց գագաղայի մեջ քո Տեր Աստծուց զոհ անի»։ Այս մարդը Տիրոջից խոսք է իրան ասում, ու տպավորությունն է, որ հիմա այս մարդը արդեն պետք է հասկանա պահի լրջությունը, ուտեղ ծնկի իջնի, ասի խնդրում եմ, աղաչում եմ, արի աղոթենք, որ Տերը ների չէ ինձ։ Նորից ինչ ասում ես հնազանդ եմ եղել։ Ժողովուրդն է հիմա էլ ասում այդի վերցրե բերել։ Այս մարդը անընդհատ պատճառաբանություն ունի։ Ինքը ինչի է Աստծուն անհնազանդ եղել, բայց չի ասում անհնազանդ եմ եղել, ասում է հնազանդվել եմ։ Դու սխալ ես հասկանում իրավիճակը։ Երբ որ բառացի Աստված ասել էր ինչա պետք անել։ Ու ինչ ասում Սամուելը։ Ասում միթե Տիրոջ արչև ողջակեզներ ու զոհերը Տիրոջ ձայնի հնազանդություն անելու չափ հաճո են։ Ահա հնազանդությունը զոհից ու խոսքին լսելը խոյի ճարպերից լավ է, քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես ու կամակորողությունը կռապաշտության պես է, որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որպեսզի այլևս թագավոր չլինես։ Այս մարդը քանի որ անընդհատ նույն բանն էր ասում, որ ես Աստծուն զոհ եմ ուզում անել, զոհ եմ ուզում անել, ինչ որ զոհ եմ ուզում անել, ասում եք քո կարծիքով Աստծուն հնազանդվելը ավելի քիչ է, քան թե Աստծուն զոհ անելը։ Հակառակն է։ Աստծուն այդքան կարևոր չեն քո այդ ֆիզիկական զոհերը, եթե քո կյանքում հնազանդությունը չկա։ Այդ դու ուզում ես 100,000 դոլար զոհաբերի Աստծուն, բայց եթե Աստծուն հնազանդ չես քո կյանքի մեջ, արդյոք ընդունելի է Աստծո առաջին այդ 100,000 դոլարը։ Դու Աստծուն չես կարող կաշառել, դու չես կարող Աստծուն առնես։ Այս շրջանակ մարդկանց թվում է, որ իրանք կարող են Աստծուն առնեն։ Չեն հայ մեծարությունները, որ եկեղեցի են սարքում խղճի հանգստության համար։
ինչի Աստծո համար դա տենց կարևոր էր, ընդունելի զոհ էր, ինչ էր ասում, որ քո կամակորությունը կռապաշտության պես է։ Պատկերացնում եք, ինչա կռապաշտություն, դե դու քո անձն ես ավելի վեր դասում, քո կամքը, քան թե Աստծունը։ Դու քեզ աստվածացնում ես Աստծո հետ համեմատած։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ 13-րդ գլխում մենք կարդացինք, սա 13 տարի առաջ էր, չէ՞, որ ասում է Աստված քեզ էլ մերժել է թագավոր լինես, հիմա իր սրտի համեմատ մարդ է փնտրում։ Դավիթը ժամանակ դեռ չէր ծնվել։ Հայերենում ասում է փնտրում է, եւ մտածել են ճիշտ կլինի այդպես թարգմանել, դե որ դու չես այլևս, հիմա Աստված մարդա չէ փնտրում, բայց անգլերեն թարգմանությունը ճիշտ է թարգմանած, հենց բնագրի ժամանակաձևն է օգտագործած, ասում է փնտրելա ու գտելա։ Ներկա կատարյալը, present perfect-ն է։ Այսինքն արդեն փնտրելա ու արդեն գտելա։ Այն դեպքում, երբ որ Դավիթը ծնված էլ չի։ Գիտեք ինչն է սա ցույց տալի, Աստծո ժամանակից դուրս լինելը։ Կարող է այդ պահին մարդ չկա, բայց ես ապագայում տեսել եմ այդ մարդուն։ Ես արդեն գտել եմ այդ մարդուն։ Բայց դեք ինչն է հետաքրքիր։ Միգուցե տենց մարդ լիներ ու կարիք չուներ այսքան սпасելու։ Դեռ 17 տարի ընդհանուր առմամբ անցավ մինչև այն պահը, որ Դավիթին կոծեին։ Իսկն Դավիթը ծնվեց, մեծացավ, Դավիթը մոտավորապես 17 տարեկան էր։ Միգուցե մարդ լիներ մի հատ այլ անունով, Կարապետ անունով պատկերացնենք, Կարապետը լիներ։ Ինչ էր ասում Սամուելը, Տերը փնտրել է։ Եթե Տերը փնտրել է, նշանակում է Աստված ինչ անում, երբ որ պետք է ինչ-որ մեկին գործածի։ Սկզբում ման է գալիս։ Եթե գտավ այդ մարդուն, առանձնացնում է։ Գիտես, այսօր էլ Աստված ման է գալիս։ Աստծո աչքերը գնում են հյուսիսից դեպի հարավ, գնում են արևելքից դեպի արևմուտք, ու Աստված մարդ է փնտրում, ում կյանքում կարա իր անունը փառավորի։ Ու հարցը ինձ է, գտնում է թե չէ։ Այսպես մտածի, եթե Աստծուն այսօր ինչ-որ մեկը պետք է ինչ-որ բան անելու համար, ու սենց Աստված սենց եկել է, Ճապոնիայից սկսել է, արևելքից սկսել է, սենց եկել է, հասել է արդեն մենք ամենավերջն ենք։ Մեզանցում եկել Հավայան կղզիներն են։ Եկել է հասել է Կալիֆոռնիա։ Սենց Փասադենայով մոտիկանում է դեպի Գլենդելին։ Տեսնելու է քեզ։ Որ քո մոտով անցնի, կանգնելու է Աստված։ Ասելու է, ես այս մարդու կյանքում կարամ ինչ-որ բան անեմ։ Գիտես ինչ առումով, տեսնելու է սիրտ, որ պատրաստ է անհնազանդվի։ Դե Սավուղի գլխավոր խնդիրը ո՞րն էր, անընդհատ անհնազանդ էր։ Չէ, ինքը իր ուզածն էր անում, հետո ներկայացնել, որ ես Աստծո կամքը արեցի։ Ամեն մեկս մեր համար մտածենք, Աստծո սիրտը կկանգնի իմ մոտ։ Աստծո աչքերը կկանգնեն իմ մոտ, ոնց որ Դավիթի մոտ կանգնեցին ժամանակին։ Դե նայեք, Դավիթը երեխա էր։ Նենց չէ որ Դավիթը ինչ-որ պատերազմներ էր մասնակցել, երևելի մեկներ, չէ, բայց Աստված ինչ-որ մեկին տեսավ ու մոտ իր աչքերը կանգնեցին։ Գիտեք, ես ուզում եմ լինեմ մարդ, որ երբ որ Աստծո աչքերը տենց անցնում են, սենց իմ սիրտը սենց անի։ Ես ձեռով չեմ կարա սենց անեմ, որ Աստված կանգնի, բայց սիրտս կարա ձեռով սենց անի Աստծուն։ Գիտես, չէ՞ քո սիրտը ձեռք ունի։ Աստծուն քո սրտով կարաս կպնես, ֆիզիկական ձեռքով չես կարա կպնես։ Թող որ քո սրտի ձեռքերը լավ երկար լինեն, որ սենց Աստծուն օդից բռնի միանգամից։ Դեռ ասի այստեղ պետք է մատ կանգնեմ, գիտես։ Հիշում եք, երբ որ գնում էր որպեսզի Սոդոմն ու Գոմորը ոչնչացներ, ասում է Աբրամի տան մոտ կանգնեց։ Չէ՞, ինքը կարող է ուղղակի անցներ։ Երբ որ այդ օրվա ասում է շոկ պահեր, նստած էր հովի տակ Աբրամը, բայց Աստված կանգնեց։ Ինձ թվում է մենք լինենք մարդիկ, որ երբ որ Աստված անցնում է ինչ-որ մատեղը գնում լրիվ ուրիշ հարցով, ճանապարհին ասի ես պետք է մտնեմ իր տուն մի հատ։ Որտեղ ինքը մարդ է, որ ես պետք է իր այդ մի հատ ընթրիք ունենամ։ Ես ուզում եմ տենց մարդ լինեմ։ Ես ուզում եմ իմ երեխեքը տենց մարդիկ լինեն, ես տենց եմ աղոթում իրանց համար։ Դու էլ քո համար այդպես աղոթի, դու քո ժառանգների, քո սերունդների համար տենց աղոթի։ Որ Աստված քո տան մեջ կանգ առնի, որ Աստված քո սերունդների տան մեջ կանգ առնի, որ ունես մարդ, ով կպնում է Աստծո սրտին։ Գիտեք ինչ տեղի ունեցավ, արդեն 16-րդ գլուխը եկավ, 15-ից 16-ը 4 տարի էլ անցավ։ Մենք ասենք որ Աստվածաշունչը կարդում ենք, ասենք մի հատ edge ենք, չէ՞, թեքում, ես թվում է դե լավ, երևի ասենք արագ ենք, չէ՞, մենք անցնում այս edge-երի մեջտեղը, բայց այս edge-երը ամեն edge-ը թեքելուց ասենք կարող է 10 տարի անցնի, կարող է 20 անցնի, էլի շատ արագ է գնում ժամանակը իրականում։ 4 տարի էլ անցավ, ու Տերը Սամուելին խոսեց, ասեց Սամուել, հիմա վերցնում ես յուղը, գնում ես Հուդայի ցեղից Հեսե անունով մի մարդ կա, իր որդներից մեկին ասում է թագավոր եմ տեսել ինձ համար։ Ու հետաքրքիր ոնց ասում է իմ համար եմ տեսել թագավոր։ Այն ժամանակ ժողովուրդներ իրանց համար թագավոր ուզում, բայց հիմա Աստված իր սրտի համեմատ մարդ է գտել։ Ասում է կգնաս իրան կոծես։
Ուզում եմ կարդամ այս 16-րդ գլխի 6-ից 7-րդ խոսքերը, երբ որ Սամուելը եկավ Հեսեյից տուն։ Հետաքրքիր է, ինքը երբ որ եկավ մտածեց տեսնի ով է լինելու էլի այդ թագավորը, ու 6-րդ խոսքում երբ որ նրան եկան Եղիաբին տեսնելով մեծ աղբերն էր Դավիթի։ Ասում է, ասեց, իրա որ տիրոջ օծյալ իր առջևն է։ Բայց Տերը Սամուելին ասում է, նրա երևույթին ու հասակի երկարությանը մի նայիր, քանզի ես նրան անարգեցի, որտեղ Աստված մարդու նման չի նայում, քանզի մարդը երևացածին է նայում, բայց Տերը սրտին է նայում։ Սամուելի փորձառությունը սենց է, որ այն Սավուղը բոյով էր եղել բոլորից ու շատ սիրուն։ Հիմա եկավ, այնպես մա ջանով լավ պարապած բոյով տղա տեսավ, ասեց ինքն է։ Բայց ինչ ասում, ես մեսիան անարգել եմ։ Պատկերացնես, այսինքն ինքը իր տան մեջ ամենահարգված մարդն էր այդ բան Եղիաբը, բայց Աստված ասում է ես այս մարդու, որ միգուցե իր տան մեջ հարգված է, ես անարգել եմ այդ մարդուն։ Ինքը չի։ Դու քո աչքերով ես նայում ինքը ինչ տեսք ունի, բայց ես տես չեմ նայում։ Դե մենք շատ ժամանակ մեր կյանքին նայում ենք ու մեզ թվում է դե լավ, դե ես ով եմ, որ Աստված ինձ ընտրի, չէ։ Ոչ տեսք սա մի բան, ոչ բոյես սա մի բան, օրինակ ես կուզեի ինչ բոյով լինեի։ Բայց այդպես չի։ Աստված չի նայում, դու ինչ կարաս անես։ Աստված նայում է քո միջոցով ինքը ինչ կարա անի։ Սավուղի միջոցով ոչ մի բան չէր կարողանում անել։ Ինչ ասում էր, արա Սավուղը գնում էր, իր խելքի ինչ փչում էր, դա էր անում։ Բայց ինքը մարդ էր փնտրում, որ այդ մարդու միջոցով իսականից կանի այն ինչը որ ինքը ուզում է։ Դրա համար ասում եմ մենք 4 բան տեսնենք, որ երբ Աստված ասում է իմ սրտի համեմատ մարդ էր, ինչ նշանակում Աստծո սրտի համեմատ մարդ էր։ Այդ ինչ սիրտ էր, 4 որակներ սրտի, որ Դավիթի համար Աստված ասում էր իմ սրտի համեմատ մարդ է։ Առաջինը նայենք Գործք առաքելոց 13-ի 21-ից 22-ն է, հենց այս տեղի հետ կապված բան է ասում առաքյալը։ Գործք առաքելոց 13-ի 8-ից ասում է սակայն ո՞վ կներեք 13-ի 21-ից է։ Ասում է հետո թագավոր ուզեցին, այսինքն այն ժամանակի մասին է խոսում, երբ որ թագավոր էին օծել, ասում է երբ որ թագավոր ուզեցին, Աստված Կիսի որդի Սավուղին տվեց նրանց, Բենյամինի ցեղից մի մարդ 40 տարի ասում, որտեղ 40 տարի թագավոր եղավ Սավուղը։ Հետո ասում է նրան փոխեց Դավիթին տվեց իրենց թագավոր, որի համար վկայություն տալով ասում է Հեսեի որդի Դավիթին գտա իմ սրտից համեմատ մարդ, որին բոլոր կամքս պիտի կատարի։ Այսինքն առաջին որակը ո՞րն է այդ Աստծո սրտի համեմատ մարդ լինելու։ Այդ սրտի որակը ո՞րն է առաջին։ Իմ բոլոր կամքս պիտի կատարի։ Ոչ թե մի մասը կանի, այն մյուս մասն ինքը ոնց մտածում է։ Ոչ թե 95%-ը կանի, չէ։ Իմ բոլոր կամքս կկատարի։ Երբ որ դու տենց սիրտ ունես Աստծո առաջին, ուզում եմ քո ամբողջ կամքը կատարեմ, դες ամբողջը ո՞րն է։ Որ սենց չի, որ արի սենց անենք Տեր, ես եկեղեցական ծառայության մեջ քո կամքն եմ անում, բայց օրինակ ամուսնության մեջ կլինի ես իմ կամքով ամուսնանամ։ Ես դեռ դեպքեր տեսել եմ, որ մարդուն, այսինքն միշտ չէ որ դու ռեալ կարաս ասես այդ մարդը քո համար Աստծո կամքը չի, բայց կա դեպքեր որ դու գիտես որ ռեալ է դա Աստծո կամքը չի այդ մարդու համար։ Դեռ դեպքեր ես ասել եմ այդ Աստծո կամքը չի քո համար, այդ մարդը եղել ասել է ոչինչ, ես ուզում եմ իմ կամքը լինի։ Ես շատ վախենալու բան է, որ մարդը ասում է ոչինչ, թող որ իմ կամքը լինի։ Կամ ասում ես ամուսնությունն էլ եմ Աստծո կամքով անում, ծառայությունն եմ անում, բիզնեսից մեջ ես ոնց ուզում եմ, տենց եմ ուզում լինի։ Թող իմ կամքը լինի։ Այսինքն քո կյանքում այդ ինչ որ հատված կա, որ դու պահում ես, որ քո կամքը տեղ լինի։ Բայց Աստծուն դա ձեռ չի տալիս sense ասած, որտեղ եթե դու պետք է այդպիսի մեծ մարդ ունես, Աստված ինչ ասում, ես մարդ եմ գտնել, որ իմ ամբողջ կամքը կանի։ Իսկ դա ինչա պահանջում, զոհ է պահանջում մարդուց, բայց երբ որ մարդը այդպես է վարվում, այն փառքը, որ Աստծուց գալիս է մարդուց կյանքի մեջ, այնի շատ ավելի ցանկալի է, քան թե այն ինչը որ մենք մեզանով կարայինք ձեռք բերենք։ Դա մեր հայր մեր աղոթք որ անում ենք, չէ, հայր թող քո կամքը լինի։ Դες կարիք կա այդ աղոթքը անելու, միշտ չի որ քո սիրտը ուզում է որ Աստծո կամքը լինի, չէ։ Դա կարող է Աստծո կամքը բավականին հակառակ է քո կամքին։ Քո պատկերացած լավը կարող է ուրիշ է։ Բայց երբ ասում ես թող քո կամքը լինի, հետո հետ ես նայում, երբ որ ժամանակը անցնում, հասկանում ես որ Աստծո կամքը բարի էր, հաճելի էր ու կատարյալ էր։ Իսկ այն ինչ որ դու ես ուզում, դա այդքան էլ լավ տեղ քեզ չէր տանելու։ Երկրորդ բանը, որ տեսնում ենք Դավիթի կյանքում նաև, որ Դավիթը մի հատ սիրտ ուներ, որ չէր ամաչում Աստծո առաջ պարեր, երգեր, նույնիսկ երբ որ մարդիկ նայում էին։ Գիտես ինչ, որտեղ երբ որ մենք մի քիչ բարձրանում ենք այս երկրում, այս աշխարհում, միտքա չէ գալի, բա կողքին այդ ինչ կասի։ Ոնց դու հավատացյալ ես, ոնց դու գնում ես եկեղեցի, կարող ես ուզում երգում եք մի կես ժամ։
Դուք են թրվրացող հավատացյալներից եք։ Չէ, տենց ասեք, որ լինում են տենց խոսակցություններ, կարող է ամեն օր չի լինում, բայց կան շրջապատներ, որ տպավորությունն է, որ ամոթ է, էլի հանկարծ չիմանան ես Աստծո առաջ ինչ-որ պարում եմ, երգում եմ, բան, չէ, եկեղեցի հրավիրեցել ասում ես փառաբանությունից հետո կանչեմ չտենան են երգելու հատվածը։ Կա չէ, տենց բան։ Բայց գիտեք Դավիթը ով էր։ Դավիթի համար կապ չուներ ինքը ինչ մակարդակի է հասել, ինքը բոլորի ներկայությամբ Աստծո առաջ պարում էր։ Դե համար ես ուզում եմ կարդամ երկրորդ Թագավորաց 6-րդ գլխից, որ մենք տենանք, որ մա տենց բան կատարվեց։ Աստծո ուխտի տապանակը բերում էին դեպի Երուսաղեմ։ Ու գրված է 10 սա կարդում եմ երկրորդ Թագավորաց 6-րդ գլխի 16-րդ խոսքը։ Ասում է, երբ որ Տիրոջ տապանակը Դավթի քաղաքը եկավ, Սավուղի աղջիկ Մեղքողը պատոնից նայելով տեսավ, որ Դավիթ թագավորը Տիրոջ առջև, ասում է, ցած կոտելով խաղում է, ուստի նրան իր սրտի մեջ անարգեց։ Այսինքն փառաբանություն էր գնում, քանի որ գնում Տիրոջ տապանակը գալիս էր։ Դավիթը որ հետո կանգնած ուղղակի sense, նույնիսկ մենք sense կանգնում ենք, չէ՞, մեկ արձանի պես փառաբանության ժամանակ։ Ինքը տենց չէր կանգնած։ Ինքը sense թուրվռում էր, ինքը վազում էր Տիրոջ առաջին։ Ինքը sense բարի մեջ էր, պատկերացնում եք։ Այնտեղ հայերենում այդ բառը օգտագործած, ասում է կակավում էր։ Կակավելը, կակավը դա ծիտ է, գիտեք։ Այսինքն ոնց ասած, դրանից այն ծտի պես թռնում էր, էս կողմ այն կողմ, էլի։ Ու այս կինը, որ նայեց իր կիններ, էլի, Սավուղի աղջիկներ, ասում է նայեց պատուհանից, ասեց, այս մարդը մեզ խայտարակ անում։ Թագավոր մարդ է, հա, թագավոր մարդ է, այս ինչ անում։ Մեր խոսքերով ասած կապիկություն անում։ Հիմա ինչ կմտածեն բոլորը, չէ՞, կասեն, այս Դավիթն էսով է։ 20-րդ խոսքում նույն գլխի, ասում է Դավիթը այնտեղից դարձավ իր տունը օրհնելու համար, ասում է Սավուղի աղջիկ Մեղքողը Դավիթին դիմավորելու ելավ ու ասում է նրան. Իսրայելի թագավորը այսօր ինչ փառավոր էր, երբ իր ծառաների եւ աղախինների առջև ինքը իրեն մերկացրեց, ինչպես սրիկաներից մեկը իրեն մերկացնում է։ Պատկերացնում եք ինչ ձևով է խոսում։ Ասում է, ինչ փառավոր էր Իսրայելի։ Այսինքն իրոնիայով է դա խոսում։ Ինչ փառավոր էր այսօր դու Դավիթ, որ ինքդ քեզ մերկացրեցիր։ Այսինքն Աստծո առաջ պարելը ինքը ինչ էր վերագրում, որ դու քեզի մերկացրել ես, դու քեզ խայտարակ ես արել։ Բայց նայեք ինչ ասում Դավիթը Մեղքողին։ Ասում է ես այն Տիրոջ առջև խաղացի, որ ինձ քո հորիցդ ու նրա բոլոր տնից ավելի ընտրեց։ Ու ինձ Տիրոջ ժողովրդի Իսրայելի վրա իշխան դրեց։ Այո, ես այդ Տիրոջ առջև խաղալու եմ։ Ինձ սրանից ավելի անարգ երևացնելով, քո աչքերիդ առջև նվաստ էլ երևալով, իսկ այն քո ասած աղախիններիդ առջև պիտի փառավորվեմ։ Ասում դու գիտես ես որ Աստծո առաջ եմ քո ասած խաղում, պարում ես, որ ասում ես։ Այն Աստծո, որ ինձ քո հորը տնից ավել համարեց։ Այն Աստծո, որ ես ընդամենը ոչխարն է արածացնում սարերի մեջ, բայց ինձ ասես Դավիթ, ես ավելի մեծ բան եմ քո համար։ Այն Աստծո առաջ եմ պարում, որ իմ տանը ինձ այնքան չէին հարգում, որ երբ որ Սամուելը եկել էր, ինձ չէին էլ կանչել այդ հյուրասիրությանը։ Սամուելը ստիպված ասեց վերջին տղա, դա հեսը չեմ հասկանում, ասեցին չէ, մի հոգի էլ կա։ Ես այդ մի հոգին եմ, որ Տերը սարերում տեսել է ու բարձրացրել է։ Ես այն Աստծո առաջ եմ պարում, որ երբ որ Սավուղից փախած էի ու իմ կյանքս մազից էր կախված, Տերը տեսնում էր իմ լացը, Տերը տեսնում էր իմ աղաղակը։ Ու ինքը ինձ այսօր բարձրացրել է ու իշխան արել։ Այն տան վրա, որ քո հորդ պիտի պատկաներ։ Սավուղի տունը հիմա Դավթի տուն է կոչվում։ Ես էլ ավելի ասում պիտի պարեմ։ Ես էլ ավելի ասում ինձ պիտի նվաստացնեմ։ Այդ քո ասած մարդկանց առաջ, որտեղ ասում էր աղախիների, ծառաների մոտ էս էդ յարը։ Ասում է ծառաների մոտ ավելի ես ինձ պիտի նվաստացնեմ, բայց Տերը ինձ էլ ավելի պիտի փառավորի նրանց մոտ։ Դες երբ որ դու քեզ Իսականից ցածրացնում ես Աստծո առաջին, Աստված քեզ բարձրացնում է մարդկանց առաջին։ Թող քեզ չթվա, որ Աստծո առաջ պարելով դու կցածրանաս մարդկանց առաջին։ Միգուցե այդ պահի մեջ Մեղքողի պես ինչ-որ մեկ իր սրտում քեզ անարգի, բայց դեք Մեղքողի հետ ինչ եղավ 23-րդ խոսքը։ Սավուղի աղջիկ Մեղքողը միջև իր մահվան օրը զավակ չծնեց։ Աստված չբեր դարձրեց։ Աստված փագեց որովայնը Մեղքողի։ Ինչի՞, որտեղ Մեղքողը Դավիթին չէր անարգել։ Մեղքողին Աստծուն էր անարգել, ում առաջ Դավիթը պարում էր։ Դա համար երկրորդ սրտի որակ է, որ Աստված ասում էր իմ սրտի համեմատ մարդ եմ գտել,
մարդ, ով որ փառաբանում է Աստծուն, ու մենակ իր տան պատերի մեջ չի անում։ Իր տան պատերից դուրս էլ անում, որ մարդիկ տեսնում են ու ասում են, ով է քո Աստվածը, որ դու փառաբանում ես։ Որտեղ Հիսուսը ասեց, ով որ ինձ ամաչի մարդկանց առաջ դավանի, իմ անունս։ Ասում ասել կամաչեմ նրա անունը դավանեմ հոր առաջին։ Պատկերացնես ինչ ահավոր բան է։ Դες ինչ է նշանակում Հիսուսը կամաչի քո անունը դավանի։ Երբ որ դու մահանաս, ու հիմա հարց առաջանա, դու գնում ես երկինք թե դժոխք, ու այնտեղ գան ասեն հրեշտակներից, ասեն դարպասների մոտ մի հատ մարդ է եկել, ոնց որ հայ է, ամաչկոտ, մի հատ կարող է նայես ճանաչում ես թե չէ, հորը ասես մտնում է թե չէ, ասենց Հիսուսը կնայի, կճանաչի է, նշի որ չի ճանաչի, բայց դες ինչ ասում, ասում է կամաչ եմ ասեմ։ Պատկերացնես ոնց որ դու ես ամաչում ասենք Հիսուսի անունը 10 քո շրջապատի մոտ, որ հա անկած չասեն ես Հիսուսին ճանաչում եմ, հավատացյալ եմ, Հիսուսը այտենց կնայի, կամաչի ասի, այստեղ Գագոյնով մարդ չունենք։ Կասեն Գագոն, հա, ոյ։ Չէ, չեմ ճանաչում Գագոյին։ Այդ Գագոն չի մտնի երկինք, դու պատկերացնում ես։ Կամ միջև երկինք, քեզ երկրի վրա էլ երբ որ մարդը աղոտ քանում հորը, որպեսի հրաշք ունենա իր կյանքում, եկել աղոտ քան ինչ որ բարձանում վերև, չէ՞, Տեր Հիսուսին։ Ու Տեր Հիսուսը նայում է ասում աղոտնա, հորը ասեմ թե չէ, սրա հետ կապված։ Տեր հիմա Գագոն է։ Ասում ամոթ է, Գագոյի անունը ո՞նց տամ երկնքում։ Դեք ինչի է ամոթ, որտեվ որպեսի Գագոյի անունը Հիսուսը տա, հայրը կասի ախր Գագոյի անունը ո՞նց ես դու տալի երկնքում։ Գագոյի պես մարդու, որ ամաչում է քո անունը երկրի վրա տա։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ լուրջ է իրականությունը։ Մի ամաչեք Տեր Հիսուսի անունը տալուց։ Ես երբ որ մարդկանց հետ խոսում եմ, ինձ հանդիպում եմ, պատճառ եմ մանգալի Հիսուսի անունը տամ անկեղծ ասած։ Գնացել ես վերջում Վարշավիրանոց, նստեցի հենց ուղղակի գիտեք ոնց որ չեմ ասում անբնական ձևի այդի պետք անել, բայց նստած խոսում ենք հարցեցի ամուսնացած, ասես չէ։ Ասի դե ամուսնությունը դժվար բան է, որովհետև կինը Աստծուց նվեր է լավ կինը։ Այստեղ են ասած, հայ, դե Աստված շնչում է գրած։ Ասի ճիշտ ես ասում, առակածն է ասում, արդեն կոնկրետ ցիտեցի խոսքը։ Ասի մենք հավաքվում ենք, Աստծո խոսք ենք քննում, ասած մենք էլ ենք հավաքվում, ես ուրախացա, ասի եւի նորմալ հավատացյալ տղա, պարզվեց վկաներից, հա։ Մի խոսքով այդ մասը դրելս բան դարավ, դեբատ նա ընդհանուր դարավ Հիսուսի աստվածության մասին, բայց այսինքն ինչ որ անբնական ձևով չեմ անում, բայց այդ տղեն կարող է եւ վկա չլիներ, ասել ես էլ եմ կարդում Աստվածաշունչ ու պարզել որ այս մարդը ունակ տուն չունի հոգեվոր առումով, կամ միգուցե ընդհանրապես լսել էր, բայց Աստծուն տեղ չէր դավանել։ Այսինքն դու խոսում ես մարդուն, դու ասում ես որ ես Աստծո հետ ապրող մարդ եմ, որովհետեւ ամաչելու բան չկա Հիսուսից։ Գիտեք մյուսը որն է, Դավթի սրտի հետ կապված, սա 6-րդ խոսքում գրքում կատարվեց, հիմա 7-րդն է, այսինքն ընդհանրապես մի գլուխ է պտտվել։ Գիտեք ինչ է լինում, այստեղ գրած չի, բայց ես արագ կարդամ, ասում եմ, երբ որ թագավորը իր տան մեջ նստեց, Տերենյան ասում է իր բոլոր թշնամիներից ազատելով հանգստացրեց, թագավորը Նաթան մարգարեին ասում է, ահա ես Եղևնափայտից շինված տան մեջ եմ բնակվում, բայց Աստծո տապանակը վրանի մեջ է մնացել։ Այսինքն սիրտ, որը Աստծո տունը ուզում է կառուցի։ Ինչ եղավ, ինքը տանը նստած է մի բան հասկացավ, sense ոնց կլինի Աստծո ուխտի տապանակը դրած է վրանի մեջ, իսկ ես ապրում եմ պալատում։ Sense բան ոնց կարա լինի։ Ես Աստծո համար տուն եմ ուզում կառուցել։ Sense չի լինի։ Ու գիտեք Աստված հետ ինչ խոսած, ասես Դավիթ, դու համար տուն ես ուզում սարքես։ Դու մարդ լինելով իմ համար տուն ես ուզում կառուցես, երբ որ ես քեզ չեմ ասել այնպես բան արա, այդ ես քո համար տուն կկառուցեմ։ Ես քո աթոռը հավիտյան կհաստատեմ։ Ուտեղ է որ խոստմունքը տրվեց Քրիստոսի։ Քրիստոսը կոչվեց Դավթի որդի։ Դու պատկերացնում ես։ Ինչի՞, որտեղ մի օր էս մարդը իր սրտում ասաց ես Աստծո համար տուն եմ ուզում կառուցել։ Դու պատվի աստիճանը պատկերացնում եք։ Քրիստոսը կոչվեց Դավթի որդի, ինքը երկնքում էլ է կոչվում Դավթի որդի։ Չէ, Հուդայի ցեղի առույցն է Դավթի որդին է։ Պատիվ, որը մտավ հավիտենականության մեջ։ Ես Տիրոջ համար տուն եմ ուզում շինեմ։ Գիտես, հիմա դու կասես, բա ես հիմա ինչ անեմ Աստծո համար, ո՞նց տուն շինեմ։ Հենա շինում ենք իրար հետ։ Ամեն մեկս մի հատ քար դնելով շինում ենք։ Մեկը խոսքի շինարարության ցենց ասած քարնադնում չէ, մեկը հյուրասիրության ծառայության մեջ, որտեղ միգուցե կարող մտածենք հյուրասիրության ծառայությունը դե օրինակ ինքը փուճուր բան է, չէ, չգիտեմ։
հո նույն բանը չի ինչ որ խոսքի ծառայությունը, չէ՞, բայց եթե գործ կառաքելոցը կարդակ, առաքյալները ասում են այնքան զբաղված են էլ հյուրասիրությունով, էլ բաժանելով, որովհետեւ մարդիկ ունեցվածքը որ ծախում բերում էին, պետքա բաժանեին ինչ որ ֆինանսներ տային մարդկանց, որ կարողանային ապրեին, ասում են գործը առաջ չէր գնում Աստծո, ստիպված ասում են մարդիկ գտան, ովքեր Աստծուն ուզում էին ծառայեն, ասում են իրանց կարգեցին մեկին հյուրասիրության ծառայության վրա, ասում են մեկին բաժանելու ծառայության, այդ բաժաները ոնց որ ասեն գթության ծառայություն օրինակ, mercy ծառայություն, այսինքն մարդիկ կային, որպեսզի առաքյալների ծառայությունը առաջ գնար։ Հիմա ինչ է կարծում Աստծո աչքերում այդ մարդիկ փոքր էին։ Իհարկե փոքր չէին։ Որտեղ եթե այդ մարդիկ չլինեին, այդ առաքյալների գործը չէր ընդհանրապես մենք չէինք կարդա այն ինչ որ կարդում ենք այսօրվա դրությամբ։ Դες մեր սրտում թողում ենք ցանկություն ունենանք, խորը ցանկություն, ոչ թե որ մեզ ինչ որ մեկը ինչ որ պայծ ապտա, այլ որ ես Տիրոջ համար տուն եմ ուզում կառուցեմ։ Մենք եթե մենք տենց անենք, Աստվածը մեր համար տուն կկառուցի։ Որ տունը մենակ ֆիզիկական տուն չի լինի, ոնց որ Դավթի համար, մենակ ֆիզիկական չէր։ Այդ մոտ օրհնության շղթա կգնա քո սերունդների մեջ, որ էդի գնաց Դավթի սերունդի մեջ, որտեղ երբ որ սխալ են իրանց պահում, Տերը գալի ողորում էր, ասում էր Դավիթի խաթր եմ էսի անում։ Դավիթին խոստացել են։ Եղի մարդ, որ եթե Աստված չանի, քո երեխան մի օր մեղ գործի Աստծո առաջ ճիշտ չկարողանա վարվի, ասի ես քո պապայի, քո մամայի խաթր, քո այդ հիմա լրիվ ուրիշ ձև եմ վարվում։ Իսկ ես ողորմում եմ։ Այդպիսի մարդ թողոր մենք լինենք։ Որտեղ Դավիթը ինչ ասում, հենց այդ նույն գլխի 18-րդ խոսքն է, 7-18-ն է, երկրորդ թագավորոց։ Ասում է, այն ժամանակ Դավիթ թագավորը գնաց Տիրոջ առջև նստեց ու ասում է. «Ով Տեր Եհովա, ես ով եմ ու իմ տունս ինչ է, որ ինձ միջև այստեղ բերեցիր, սակայն սա էլ քո աչքերիդ փոքր երևաց»։ Ասում է ու քո ծառայի տանը վրայով հեռավոր ժամանակի համար էլ խոսացիր։ Այս Դավիթը ապշել էր, երբ որ Տերը ասեց ես քեզանից դուրս կգա Քրիստոսը, հավիտյան կհաստատվի, ասում է ով եմ ես, ով է իմ հորս տունը։ Հիշում եք Սամուելը ոնց հանդիմանեց Սավուղին, ասում էր դու որ քո աչքերում փոքր էիր, չէ՞, քո սրտի մեջ փոքր էիր, փախել էիր, բայց այդ փոքրությունը փոխվել էր, ինքը դառել էր մեծ մարդ իր աչքերում։ Բայց Դավիթ այդքան հաղթանակներից հետո ինչ ասում, ով եմ ես, ով է իմ հորս տունը, որ դու մինչև այստեղ ինձ բերել ես հերիք չի։ Դու մի հատ ասում ես հավիտենականության հեռավոր ժամանակի մեջ ես իմ հետ խոսում։ Ով եմ ես։ Հիշում եք Դավիթը Սաղմոսներում գրում ասում է ով է մարդը ու մարդու որդին, որ դու նրան հիշում ես։ Երբ որ մարդը միշտ կարողանում է այս մտքով լինի ով եմ ես, ինքը ծառայող սիրտ ունենում Աստծո համար։ Այդ զոհաբերող սիրտ ունենում Աստծո համար տուն աշինում։ Հիշում եք երբ որ զոհաբերության հատվածն էլ եկավ, Դավիթը բոլորից շատ զոհաբերեց։ Այնքան ասում է տոննաներով ոսկի ու արծաթ էր տալիս, ու ինչ էր ասում։ Ասում էր ինչ որ Տիրոջից առա, Տիրոջը տվեցի։ Չէր ասում, ես ինչ որ ձեռք եմ բերել իմ կյանքի ընթացքում, դե ես ինչ լավ մարդ եմ, Աստծուն եմ տալիս։ Ասում էր Տերը ինձ ինչ որ տվեց, ես էլ Տիրոջը տվեցի։ Ինչ հայացք ուներ, չէ՞ իր մեջ։ Դրա համար էլ չէր հպարտանում։ Ինչ որ Տերը ինձ տվեց։ Եվ վերջնական բանը 4-րդ կետը սա էր. Դավիթ ուներ ապաշխարող սիրտ։ Իրաք Դավիթը իր կյանքում ավելի վատ բաներ արեց, քան թե Սավուղը։ Սավուղը ընդամենը գնացել էր Աստծո խոսքը չէր պահել, չէր սպանել այդ ոչխարներին, անասուններին, թագավորին էր խնայել, չէ։ Դավիթը գիտեք ինչ արեց, Դավիթը շնացավ իր շատ մոտիկ մարկանցից մեկի կնոջ հետ, իմացավ որ այդ կինը հղի է, մտածեց այս հարցը ո՞նց է պետք լուծել, այդ տղամարդուն կանչեց հետ, ասեց գնա կնոջդ հետ եղիր, որ այն ժամանակ չկար դենը թե թեստ որ հասկանային այդ ում երեխան է։ Այս տղամարդն էլ ասեց ես ոնց կարամ պատերազմի ժամանակ գնամ զվարճություններով զբաղվեմ, երբ որ Աստծո ժողովուրդը պատերազմի մեջ է։ Դուք պատկերացնում եք ինչ թասիբով անձնավորություն էր։ Նմանատիպ մարդուն ասես տարեք առաջնագից որ մեռնի։ Ինքը ֆիզիկական ձեռով չսպանեց այդ մարդուն, բայց ինքը սպանեց այդ մարդուն ասելով տարեք դրեք ամենաթեժ կետի վրա պատերազմի։ Դավիթը շնացավ ու Դավիթը մարդ սպանեց։ Ամենակեղտոտ երկու մեղքերը, չէ՞ որ կարելի է մտածել, որտեղ մեկը կյանք խլելն է, որ Աստծուց տրված կյանք ես խլում, մյուսն էլ ասում է շինությունը միակ մեղքն է, որ մարմնի մեջ ես գործում, չէ՞, մարմինը պղծելով։ Երկու ամենավատ մեղքերը գործեց ու Նաթան մարգարեն եկավ, որ Աստծուց վճիռ ասի։ Եկավ առակով խոսած, մի մարդու մասին խոսած, որ գնացել էր մեկի գառը գողացել էր, երբ որ Դավիթը լսեց այդ առակը, ասեց տես մարդուն պետքա սպանել, համը պետքա քարապատիկ 4 անգամ ավել հատուցի։ Նաթան ասեց ճիշտ ես ասում, այդ մարդը դու ես։ Ու գիտեք Դավիթը հիմա կարար Սավուղի պես ասել հələ սպասի է, սենց չի լինի։ Ես որ սենց էի, նենց էի, չէ, ինչ-որ բան կարար գտներ ասելով։ Գիտեք ինչա գրած, հենց մի անգամից հաջորդ խոսքում Դավիթն ասում է ես Աստծո դեմ մեղք գործեցի։ Մի անգամից։
Որտեղ ուղղակի խոսքեր չէին, ինքը սրտում ապաշխարեց։ Եթե կարդաք 51-րդ Սաղմոսը, դա Դավթի աղոթքն է, լացելու աղոթք է, ասենց ասած, որ ինքը ասում էր, խնդրում եմ, ողորմա ինձ Աստված, հիշի, որ իմ մայրս ինձ մեղքով ծնեց։ Ես հող եմ ընդամենակ։ Դες այդ 51-րդ Սաղմոսը, որ ասում էր, քո հոգին ինձանից մի վերցրու։ Ինքը իսկականից ապաշխարում էր Աստծո առաջ։ Մարգարեին Աստված ասաց, ես տեսա, որ Դավիթը ապաշխարեց, ասա ինքը չի մեռնի, բայց որպես պատիժ այդ երեխան մահացավ։ Բայց Դավիթը չմահացավ։ 4-րդ վերջնական բանավորն Աստծո առաջ այդ սիրտը, որ ինքը ուզում է, ապաշխարող սիրտ։ Դες այն ամեն ինչը կարաս անես, ինչ մինչև էս բառը խոսացինք, բայց եթե ապաշխարող սիրտ չունենաս, մի օր կընկնես, որտեղ տենց մարդ չկա, որ չի ընկնում։ Որ այդ ընկած տեղից այտենց էլ չես վեր կենա։ Նա միգուցե երկինքն էլ չկարողանա ժառանգես։ Բայց երբ որ մարդ ունի ապաշխարող սիրտ, Աստված նայում է ինչ ասում, ոչինչ։ Աստծո խոսքն ասում է արդարը 7 անգամ կընկնի, 7 անգամներ վեր կվերցնա։ Եթե դու արդար ես Աստծո առաջին օր ապաշխարող սիրտ ունի, ոչինչ կընկնես, Տերը հետ կբարձրացնի։ Սավուղը ընկավ, տենց էլ ընկած մնաց։ Ինչի Դավիթը, այդտեղից սկսեցինք, չէ՞, ինչի ոչ Սավուղը, ինչի Դավիթը։ Ես ինձ համար իմ սրտի համատ մարդ եմ գտել։ Մարդ, ով որ ամբողջ իմ կամքը կկատարի, մարդ, ով որ կպարի իմ առաջին ու չի ամաչի մարդկանց ասի թե ես ով եմ իր կյանքում, մարդ, ով որ իմ տունը կկառուցի ու վերջին մարդ, երբ որ խնդիր կունենա իր կյանքում մեղ կունենա, կապաշխարի իմ առաջին։ Եկեք լինենք մարդ, որը 4 որակները ունի իր կյանքում։ Որ եթե տենց լինի, մենք լինենք Աստծո սրտի համատ մարդ։ Որ երբ որ մատ կարիք լինի Աստծո համար ինչ-որ ման գործ անելու, այն որ ասում է սիրտը թող որ Աստծուն բռնի, քո սիրտը երկար ձեռքը կունենա դեպի երկինք հասնող խորգահի մոտ։ Որ Հիսուսը կարիք էլ չի ունենա տենց, գիտես, ամբողջ աշխարհով ասես մատ պատտվի միջև քեզ հասնի։ Հենց որոշ ինչ-որ մեկի կյանքում մի բան անի, քո սիրտը այնտեղ իր ականջով լսելուց կլինի, քո սիրտը ականջել ունի, իմացի։ Սրտի ականջը կլսի, որ Տերը ինչ-որ բան ուզում անի, ու ձեռքը կբռնի մի անգամից Հիսուսի։ Կասի Տեր, հես եմ։ Էլ մի էլ մտածի, մի էլ գնա աշխարհում փնտրի ինչ-որ մեկին, հես եմ ես։ Թող մենք լինենք այդ մարդը, ամեն։ Եթե լինենք այդ մարդը, ինչ-որ պահի էլ մեր համար կասեն, ես էլ իր կյանքի պատմություններն եմ սիրում։ Կարող է այս բանը չի գրվում, բայց իրար մեջ պատմվում է մարդկանց կյանքի պատմությունները։ Թող մեր կյանքի պատմությունները եկեղեցիներով պտտվի։ Okay։ Որտեղ այդ պատմությունները պտտվում են։ Գիտես, մեր կյանքի պատմությունները պատմվում է։ Աշակը հիշում եմ ինձ պատմեց, որ մի անգամ գնում է Վարշավյանից, այդ Վարշավի հետ իրանք ընդհանուր մոտիկ մարդ չունեն։ Սկսում է պատմել իր վկայությունը ինքը ոնց է գործի ընդունել, այդ տղան ասում է, ես այս պատմությունը լսել եմ, բայց ինքը եկեղեցական կյանքի հետ կապ ունեցող մարդ չի։ Ողանասկանել այդ պատմությունը այդ մարդուն ով է պատմել, ոնց է գնացել հասել։ Մեր կյանքի պատմությունները պատմվում են։ Գիտես, մենք հիմա այստեղ հավաքված ենք, ինչ-որ պահի մենք այստեղից ես երազում եմ, գիտեմ դուք ելի մետ կբարձրանանք այդ 1000 հոգանոց դալիճը, չէ՞։ Ու մարդիկ կպատմեն, կասեն է ինչ-որ 1000 հոգի մարդ է հավաքվել, հայ, ու այդ պատմությունը կպատմվի, գիտես։ Կասեն, որ սենց հավաքվեցին, քիչ, չէ՞։ Տնից, հետո տնից դուրս եկան, այս ինչ հատված հետո բարձրացան, մարդիկ հավատացին իրար, ու գիտես ինչ կլինի, մենք կլսենք, որ մարդիկ իրար մեջ պատմում են այդ պատմությունները, մեր սիրտը կուրախանա, որտեղ մենք կհասկանանք, մենք մաս ենք դառել պատմության, որը ոչ թե երկրի վրա է գրվել, պատմության, որ երկնքում է գրվել։ Ով որ գնանք երկինք, Հիսուսը կասի, հիշում եք, որ սենց արեցի, մենք այդ խոսալու բան կունենանք Հիսուսի հետ։ Այն հետ կապված ինչ որ ստեղ իր համար ենք արել։ Ամեն։